Hamar yerek. Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ մի քանի հարց, հա, այսօր Նիկոլ Փաշինյանը վարչական վկայականների զրկված անձանցներում է շնորհել, սա համարում եք դուք ընտրություններից առաջ որպես ընտրակաշառ։ Արեք ձեզ, լավ եք։ Շուտ պետք է արվեր, մենք հայտարարել էինք այդ մասին, իրենք մեզ քննադատում էին, թե ինչու ենք մենք դա ասում, բայց իրենք եկան դրան, ու մեր բոլոր ծրագրերը, վերջում բոլորը մեր հանրությունը տեսնելու է, որ ամենաճիշտ ծրագրերը դրանք են։ Մենք բազում անգամ վկայականների մասին հայտարարեցինք, չնայած իրենք քննադատում էին մեզ, բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։ Սա պետք է շուտ արվեր, ու ծրագրի հետ բալային համակարգի փոփոխություն կանենք մենք։ Կրկին սկսել է վերջի օրերին ակտիվացնել ժարգոնային խոսքը սկսել է կրկին ակտիվացնել, պարոն Կարապետյան, ձեզ ինչու է նա սկսել կրկին ժարգոնային բառեր օգտագործել, թիրախավորել կրկին ընդդիմությանը։ Մեր հայրենիքում ցավոք փոխվել է խոսույթը, տղամարդկանց իրար հանդեպ խոսույթն էլ է փոխվել։ Դա Փաշինյանական կառավարության հետևանքն է։ Պետք է մենք էլ այդ վերադարձնենք մեր արգալից շփումը, բարև ձեզ։ Լավ եք։ Գործերը։ Այսպես։ Սերեդ միասին։ Ապրեք շատ, իրար հետ։ Այո։ Եվ վերջին հարցը, պարոն Կարապետյան, Փաշինյանը ընդդիմությանը ասոցացում է իքիբիրի հետ, դուք դրան ինչի հետ եք ասոցացնում։ Ինչը Փաշինյանը ընդդիմությանը ասոցացում է իքիբիրի հետ, դուք դրան ինչի հետ եք ասոցացնում։ չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Շատ այդ խոսույթը տարածեի, շնորհակալ եմ։ Դրա կան մարդկանց վերաբերմունքը, մարդկանց կարծիքը, բոլորի։ Մեր հայրենակիցների նշանակալի մասը աջակցում է փոփոխություններին, մեծ մասը կարելի ասել աջակցում է։ Եվ մեր հիմնական ծրագիրը Թոշակների բարձրացումը առողջապահական ապահովագրում է իր ազդեցություն ունեցավ ընտրողների վրա կամ կունենա, շփվում եք շատ քան։ Հա, մարդիկ ուրախացած են, ցանկալի էր, որ ոչ թե Եվ պարոն Կարապետյան, երեք հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձեռքբերություն է արել Վանաձորի գրասենյակում։ Ինչ տեղեկություն ունեք, ինչ խափանանություն են տվել եւ ընդհանուր ձայնագրություն մեղադրությունների պատրաստ։ դա ճնշման process է, որտիսի իրենք փորձում են ճնշումներ գործադրել, անցնել հին մեթոդների, որը խոսք էին տվել, որ այդ մեթոդները վերանալու են, բայց կարծում եմ այդ մեթոդները չեն աշխատելու։